Դատարանի վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 50,720 եվրոյին համարժեք շուրջ 22 միլիոն դրամ որպես ապօրինի ձեռքբերված գույք։ Այս մասին հատիկ-առհատիկ հեշտեքի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մայիսի 12-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հնդկաստանի եւ Պակիստանի միջև գրակի դադարեցման մասին ձեռքբերված ըմբռնումը եւ հրադադարի պահպանման հույս հայտնել։ Մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ որոնողական աշխատանքներին ներգրաված են մեծաթիվ ուժեր, փրկարար ծառայությունից եւ ոստիկանությունից, անդրադառնալով ահազանգին, որ զանգել էին երեխայի լացի ձայն միացրելու անջատել, ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն ասել է, որ ճշտվել է, ահազանգողի ինքնությունը երեխայի կորելու դեպքի հետ որևէ առնչություն չունի։ Միացյալ Նահանգների Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություն ներկայացնող տասնյակ անդամներ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին եւ Ամերիկա-հայ համայնքին հանդես գալով հրապարակային հայտարարություններով, համայնքային հանդիպումներով եւ սոցիալական ցանցերում կատարված գրառումներով։ Կոնգրեսականները ոչ միայն վերահաստատել են իրենց հանձնառությունը հայոց ցեղասպանության ճանաչման ու արդարության հաստատման պայքարում, այլև պատասխանատվություն են պահանջել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ցեղասպանության էթնիկ զտումների համար եւ կարեւորել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը։ Բազմաթիվ կոնգրեսական առաջնորդներ իրենց դժգոհությունն են արտահայտել նախագահ Թրամփի հայոց ցեղասպանությունը պատշաճ ճանաչելուց հրաժարվելու վերաբերյալ։ Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը մեկնում է Գերմանիայի Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին ուսումնամարզական հավաքին։ Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանն ու Գագիկ Խաչիկյանը։ Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 26-ից 31-ը։ Մելանոմայի դեմ պայքարի ամսվա շրջանակում հանրապետությունում անվճար հետազոտության հնարավորություն կլինի։ Առողջապահության նախարարության մաշկաբանության եւ վեներոլոգիայի գծով խորհրդատու Հովանես Հովանեսյանը մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ մասնագետների շրջիկ խմբերը առաջիկայում կլինեն մարզերում։ Ռուսական կողմը մայիսի 12-ի գիշերը 108 անօդաչու թռչող սարքով հարձակվել է Ուկրաինայի վրա, հայտնել է Ուկրաինայի ռազմական ուժերի հրամանատարությունը։ Ըստ ուկրաինական կողմի ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել 55 ԱԹՍ, բացի այդ ռուսական անօդաչու թռչող սարքը հարձակվել է քաղաքացիական բեռնատար գնացքի վրա Դոնեցկի մարզում։ Հարձակման հետևանքով վիրավորվել է գնացքի մեքենավարը։ Սպիտակ փաթեթը, որը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեպի Ուկրաինա ուղևորվող գնացքում թաքցրել է, պարզապես անձեռոցիկ է եւ թմրանյութ չի պարունակում, հայտնել են Ելիսեյան պալատից մեկնաբանելով 3 համացանցում տարածված ու լայն քննարկումների առիթ տված տեսանյութը, որտեղ Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ուղևորվում էին Կիև։ Նրանք նստած են եղել սեղանի շուրջ, եւ լրագրողները սկսել են նկարահանել քաղաքական գործիչներին։ Այդ պահին Մակրոնը սեղանից վերցրել էր ճմրթված սպիտակ փաթեթ, իսկ Մերցը վերցրել է ինչ-որ այլ առարկա։ Կադրերի հրապարակումից հետո համացանցում հայտնվել են մեկնաբանություններ, որ Մակրոնը կարող է կոկային թաքցնել այդ փաթեթում։ Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Անատոլիան Ֆենիքս 2025 զորավարժություններին, որոնք կանցկացվեն մայիսի 12-ից 23-ը Թուրքիայի Քոնյա քաղաքում։ Զորավարժություններին Ադրբեջանը կներկայանա ռազմաօդային ուժերի օդաչուներով, որոնողափրկարարական ծառայության մասնագետներով, տեխնիկական անձնակազմով եւ ավիացիոն տեխնիկայով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Քաթարի թագավորական ընտանիքից ստանալ ռեակտիվ Boeing 747-8 ինքնաթիռը, որը անվանում են թռչող պալատ։ Թրամփը կկարողանա օգտագործել այս նվերը, քանի դեռ պաշտոնավարում է։ Թրամփի պաշտոնը լքելուց հետո ինքնաթիռի սեփականությունը կփոխանցվի նախագահական գրադարանին։ Սպիտակ տունը եւ արդարադատության նախարարությունը նշել են, որ քանի որ նվերը չի ուղեկցվել որևէ պաշտոնական ակտով, այն չի հանդիսանում կաշառք։ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է լուծարման մասին Թուրքիայի հետ զինված հակամարտությունը դադարեցնելու իր որոշման մասին, որը շարունակվում է ավելի քան 40 տարի։ Փետրվարին խմբավորման առաջնորդ Աբդոլլահ Օջալանը կոչ էր արել լուծարել կուսակցությունը։